Բարեկամներ, ողջույն։ Դուք եք ձեզ հարց տալիս, աշխարհը ինչու է շարունակում պատերազմել, ավելի վտանգավոր կարծես միջավայրում ենք ապրում։ Եթե այդպես է, ապա Global խաղաղության ինդեքսը կարծես տալիս է հարցի պատասխանը եւ մենք միասին այսօր կփորձենք հասկանալ ինչումն է բանը։ Այսպիսով, 2026 թվականի Global խաղաղության ինդեքսը հերթական անգամ արձանագրում է մի մտահոգիչ փաստ։ Աշխարհում խաղաղության մակարդակը նվազել է արդեն 12-րդ տարին անընդմեջ, այսինքն 12 տարի շարունակ մենք ավելի ու ավելի վտանգավոր աշխարհում ենք ապրում։ 163 երկրի շարքում 99-ում գոնե խաղաղության ցուցանիշը վարդարացել է։ Իսկ առաջին անգամ աշխարհի ամենաոչ խաղաղ երկիր է ճանաչվել Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ, հակառակ համաշխարհային այս միտմանը Հայաստանի Հանրապետությունը զգալի առաջընթաց է արձանագրել, բարձրանալով 51-րդ հորիզոնական եւ 1 տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը շուրջ 21 աստիճանով։ Առաջին հայացքից այս ամենը տարօրինակ է թվում։ Հայաստանը բարելավում է իր դիրքերը, աշխարհը 12 տարի շարունակ ավելի վտանգավոր միտում է ցուցաբերում։ Փորձենք հասկանալ։ Մարդկությունը երբեք այսքան զարգացած չի եղել։ Գիտությունը, տեխնոլոգիաները, միջազգային իրավունքը, համաշխարհային տնտեսությունը, այդ ամենը ստեղծել են այնպիսի փոխկապակցված աշխարհ, որտեղ պատերազմները կարծես պետք է դառնային անցյալի տխուր մի մաս։ Սակայն իրականությունը հակառակն է ցույց տալիս։ Ուկրաինա, Մերձավոր Արևելք, Սուդան, Աֆրիկա, Ասիա, մի շարք տարածաշրջաններ եւ բազմաթիվ այլ հակամարտություններ հիշեցնում են, որ մարդկությունը դեռ չի հաղթահարել ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունը։ Ավելին, եթե անցյալում այս պատերազմները մղվում էին հրացաններով, թրերով, նետ ու աղեղով, այսօր դրանք համալրված են անօդաչու համակարգերով, դրոններով, արհեստական բանականությամբ, կիբեր հարձակումներով եւ հեռահար բարձր ճշգրտության ահավոր զինատեսակներով։ Սակայն այստեղ առաջանում է մեկ այլ հարց. արդյոք աշխարհը իսկապես ավելի վտանգավոր է դարձել, թե մենք պարզապես ավելի շատ ենք տեղեկացված։ Կարծում եմ, այստեղ ճշմարտության գործոն կա։ Դժվար է չնկատել, որ 21-րդ դարի մարդը, մենք բոլորս, ապրում ենք անընդհատ տեղեկատվական զանազան հոսքերի մեջ։ Եթե 1 դար առաջ, ինչ 1 դար, 50 տարի առաջ տեխնոլոգիաները ուրիշ ձև էին, ինֆորմացիան ուրիշ ձև էր հասնում, հա, բախման մասին մարդիկ կարող էին իմանալ շաբաթներ, ամիսներ անց, ապա այսօր պատերազմի առաջին իսկ կադրերը հայտնվում են հեռախոսների էկրաններին։ Բառացիորեն վայրկյանների ընթացքում դու ամեն ինչից տեղեկանում ես։ Սոցիալական ցանցերը, առցանց լրատվականները, 24-ժամյա ցանցերը ստեղծում են այնպիսի տպավորություն, որ աշխարհը ամբողջությամբ այրվում է եւ աշխարհը հրի մեջ է։ Իրականում, պատմական տեսակետից եթե դիտարկենք, մարդկությունը ապրել է շատ ավելի արյունալի ժամանակներ, շատ ավելի վատ ժամանակներ։ Երկու համաշխարհային պատերազմները խլեցին տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքեր։ 20-րդ դարը ընդհանրապես պատերազմներով, իր ցեղասպանություններով, քաղաքական բռնաճնշումներով, զրկանքներով, այդ ամենին զոհ գնաց միլիոնավոր ու միլիոնավոր խաղաղ բնակիչ։ Այսօր աշխարհի մեծ մասը շարունակում է ապրել խաղաղ պայմաններում եւ երկրի զգալի մասը միմյանց հետ տնտեսական, քաղաքական սերտ կապերի մեջ է, դաշինքների մեջ է, միությունների մեջ է։ Սակայն տեղեկատվական արագությունը փոխել է մեր ընկալումները։ Մենք այժմ տեսնում ենք գրեթե յուրաքանչյուր պայթյուն, յուրաքանչյուր զոհ, յուրաքանչյուր ճգնաժամ եւ այդտեղ է որ թվում է, որ աշխարհը խենթացել է։ Սակայն տեղեկատվական գործոնը չի կարող ամբողջությամբ բացատրել այս իրավիճակը։ Եվ այստեղ է, որ հեղինակավոր Global խաղաղության ինդեքսը գալիս է բացատրելու։ Ինդեքսի հեղինակները նշում են, որ աշխարհում իրականում աճել է հակամարտությունների թիվը, դա փաստ է։ Իսկ բազմաթիվ պատերազմներ դարձել են ավելի փոխկապակցված եւ շատ ավելի դժվար լուծելի, որովհետեւ շատ ավելի նուրբ հարցեր կան այնտեղ։ Գերտերությունների մրցակցությունը, տարածաշրջանային հակամարտությունները, էներգետիկ ու տնտեսական շահերը շարունակում են բախվել միմյանց հետ։ Միևնույն ժամանակ նոր տեխնոլոգիաները ոչ միայն զարգանում են եւ զարգացնում են մարդկությանը, այլև հեշտացնում են պատերազմ վարելու հնարավորությունները։ Եվ որքան էլ զարմանալի լինի, այս ամբողջ քաոսի մեջ, այս համատեքստում Հայաստանի Հանրապետության առաջընթացը շատ կարևոր եւ գուցե խորհրդանշական փաստ է։ Մենք բարելավել ենք մեր դիրքերը 21 հորիզոնականով, կատակ բան չէ։ Տնտեսագիտության եւ խաղաղության այս հեղինակավոր ինստիտուտը Հայաստանի բարելավումը կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, սահմանազատման եւ մի շարք այլ աշխատանքների ներքին անվտանգության ցուցանիշի բարելավման հետ։
Հատկապես նկատելի առաջընթաց է արձանագրվել հասարակական անվտանգության, բռնի ցույցերի եւ քաղաքական ահաբեկչության ռիսկերի ակնհայտ նվազման ոլորտում։ Սակայն մենք բոլորս կարծում եմ շատ լավ հասկանում ենք խաղաղության մասին խոսելը, այսինքն խաղաղությունը միայն պատերազմ չլինելու գործոնը չէ, խաղաղությունը վստահություն է, կայուն պետական ինստիտուտներն են, անվտանգ հասարակական մթնոլորտն է, հավատն է ապագայի նկատմամբ, այդ պատճառով խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է ոչ միայն զենքի լռություն, այլև իրոք քաղաքական կամք, տնտեսական զարգացում եւ հասարակական համերաշխություն, դրսի գործակալական կապերի միավորների բացահայտում եւ անհապաղ չեզոքացում, ինչը շատ արդի թեմա է այսօր։ Գուցե 21-րդ դարի ամենամեծ հակասությունը այն է, որ մարդկությունը երբեք այսքան մեծ հնարավորություններ չի ունեցել խաղաղ ապրելու համար, սակայն միաժամանակ երբեք այսքան արագ չի ստեղծել նոր հակամարտություններ։ Տեխնոլոգիաները մեզ կապել են միմյանց հետ, բայց դեռ չեն սովորացրել լիովին հասկանալ եւ հարաբերվել միմյանց հետ։ Եվ հենց այստեղ է խաղաղության գլխավոր դասը։ Մարդկության առաջընթացը չափվում է ոչ միայն նրանով, թե որքան հզոր զենքեր ենք մենք ստեղծել, այլ առաջին հերթին նրանով, թե որքան քիչ անհրաժեշտություն կլինի այդ զենքերը կիրառել։ Մտածեք այդ ուղղությամբ։